պետք է մարդկանց արժանապատվությունը ոտնահարենք, իրավունքները պետք է խախտեն, ասում եմ պետք է այդ փոփոխությունը անպայման մենք ենթարկենք մարդու իրավունքները, խախտենք այդ իրավունքները անհրաժեշտ է որ խախտվեն, եւ դա մարդկանց արժանապատվությունը չի խախտում, նրանց իրավունքները չի նսեմացնում։ Այսինքն սա ուղղակի ցինիզմ է, սա դուք գնահատեք, թե սա ինչ է նշանակում, եւ սա Եվրոպական միությունն է, որը ստեղծում է իր տարածքում էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար թվային դիկտատուրա, բռնապետություն, եւ այս բռնապետության մեջ մենք փորձում ենք մարդիկ կան, մենք փորձում ենք ինտեգրվել այս համակարգին։ Հիմա մարդիկ հարց կտան, իսկ Ռուսաստանում այդպիսի բան չկա, Ռուսաստանը նույնպես այս համակարգի մեջ է, եւ իմ ձեռքին է Ռուսաստանի նաեւ, ուրեմն 2000 համակարգի միջով իրար հետ հակամարտում են։ Իրար հետ հակամարտում են ընդհանուր առանձին յուրաքանչյուր ղեկավար իր շահի պատկերացման տեսակետից որոշակի ազդեցություն կրելով գլոբալ իշխանություններից նաև, բայց իրանք հակամարտում են կոնկրետ իրավիճակային լուծումների ստրատեգիական խորքային ամբողջ անկախությունը գոյություն չունի ինքնիշխանությունը իրենց կոնցեպտների մեջ։ Եվ հիմա, եթե լիներ այսպիսի փաստաթղթեր չեր ընդունի նաև Ռուսաստանը գրում է, ուրեմն սա իմ ձեռքին Ռուսաստանի 2007 թվականի օգոստոսի 7-ի փաստաթուղթն է, որը գրեթե նույն բովանդակությամբ այս փաստաթղթի մեջ կարող եք նայել, ուրեմն ինտերնետում փնտրել, կոչվում է об утверждении стратегии развития электронной промышленности России на период до 25 года. Ստեղ վերջին հատվածում ես ընդգծում եմ արել ամբողջ այս մարդկանց էլեկտրոնային սարքերի ներդրման ուղղված ամբողջ որոշումն է։ Սա ընդունվել է Խրիստենկոյի կողմից, այդ ժամանակ վարչապետը եղել է ուրեմն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը եւ ինքը այդ նիստի ժամանակ նիստը վարել է Խրիստենկոն եւ ընդունվել է այս փաստաթուղթը։ Այսինքն այնպես չի, որ Ռուսաստանը եւ այսօր Ռուսաստանը նույնպես իր պետության ներսում դեռ կամ շեղվածներ, այսպես ասած, թվայնացման գծով Շադայևից բռնած մինչև Գրեֆով, Միշուստինով վերջացրած ամեն նորության մեջ լսում ես թվայնացում։ Ես ուզում եմ նաեւ խոսեմ հիմա սրա սկզբնաղբյուրի մասին, ինչու է գրված Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթում, որ լինելու են փոփոխություններ, այսինքն ֆիքսված են, որ անպայման պետք է լինեն այդ փոփոխությունները թվայնացման հետ կապված, եւ մենք պետք է ենթարկվենք այդ փոփոխություններին, հարց է ծագում, այդ ով է որոշի այդ փոփոխությունները, որ պետք է լինի, այդ որտեղից է գալի այդ փոփոխությունը։ Կներեք, բայց եթե չենք փոփոխվում, աշխարհի արագություններին համընթաց չենք գնում, չենք հասցնում։ Մի րոպե, ես դրան էլ կանդրադառնամ, հիմա անպայման ես դրան կանդրադառնամ, այսինքն մենք պետք է հասկանանք ընդհանրապես այս գործընթացը ինչ նպատակով է ներդրվել, հետո նոր այդ տեխնիկական առաջընթաց կոչվածի գործիքները մենք պետք է օգտագործենք այնպես եւ այնտեղ, որ չխախտվի երկու կարևորագույն սկզբունք։ Դա մարդու ճշմարիտ ազատություններն են, այսինքն աստվածաշնոր ազատությունները, որը մարդուն տրվել է Աստծո արարչագործությամբ, եւ երկրորդը մարդու անվտանգությունն է, հատկապես ֆիզիկական անվտանգությունը եւ առողջությունը։ Այս երկու սկզբունքի հիման վրա մենք պետք է գծենք այդ սահմանները եւ օգտագործենք բոլոր տեխնիկական նորամուծությունները, բայց չանցնելով կարմիր գծերը։ Մինչև կարմիր գծերը անցնելը ես ուզում եմ մի շատ կարևոր բանի մասին խոսեմ, որը ուրեմն որտեղից գալիս է այդ փոփոխությունների անպայմանական լինելը, այսինքն որ դրանք անպայմանական, ինչպես գրված էր Եվրոհանձնաժողովի փաստաթղթում անպայմանական պետք է լինեն եւ մենք պետք է ենթարկվենք այդ փոփոխություններին մեր ուրեմն մարդը պետք է իր էությունը փոխի ըստ այդ փոփոխությունների ասեմ հետեւյալը եթե դուք բացեք հիմա ինտերնետը նայեք ինտերնետի մասին գրվածները ինտերնետն ինչպես է առաջացել դուք կտեսնեք որ գրված է որ ինտերնետը ստեղծվել է նու այսպես կոպիտ եմ ասում 1969 թվականին
մի քանի կազմակերպության ուրեմն ջանքերով, որոնց մեջ ուրեմն եւ ուղղորդմամբ ռազմական նախարարության, Պենտագոնի։ Ես ուզում եմ ասեմ հետեւյալը. դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում։ Ուրեմն ինտերնետ տեխնոլոգիաները եւ այն տեխնոլոգիաները թվային, որոնք կան, դրանք ստեղծվել են շատ վաղուց եւ դրանք փոխանցվել են կոնկրետ Միացյալ Նահանգների ղեկավարությանը 1950-ականների կեսերին։ 50-ականների կեսերին, երբ ուրեմն իշխանության է եղել ուրեմն Դուայթ Էյզենհաուերը կնքել է մարդկության ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ մարդկության համար մի կատաստրոֆիկ պայմանագիր, որի վտանգավորության չափով պայմանագիր եւ համաձայնություն աշխարհի պատմության մեջ ես չգիտեմ կարող է գուցե եղել է 1-2-ը նաեւ։ Այսինքն նա կնքել է տվյալ տեխնոլոգիաները աշխարհին, այսպես ասած, աշխարհին հարկադրելու, մատուցվել է այդ տեխնոլոգիաները պատրաստի վիճակում Միացյալ Նահանգների կառավարությանը եւ մատուցվել է ցավոք սրտի ոչ երկրային գիտնականների կողմից եւ այդ տեխնոլոգիաների փաստաթղթի վերց ընդունելու դիմաց որոշակի պայմանավորվածություններ են եղել եւ այդ պայմանավորվածությունների հիման վրա նաեւ անընդհատ գեներացվել է հարկադրանք ստրկացման տեխնոլոգիաների ընդունման ամբողջ աշխարհի մասշտաբով եւ դա գերակայությունն է համար 1 ուրեմն խնդիրն է բոլոր միջազգային կազմակերպությունների։ Եթե հիմա պետությունը ուզում է պարտք վերցնի, իրան որպես պայման արժևը դնում են, որ դու պետք է դնես թվային այս տեխնոլոգիաները, այս գործիքը, այն գործիքը։ Եթե չի դնում, չի համաձայնում դա անել, ուրեմն ինքը չի ստանում այս կամ այն չափով արտոնյալ պարտք, այնպիսի տարբեր տիպի պարտքեր կան եւ այլն։ Դա համաշխարհային բանկի, արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական միության, այն Եվրոպական միությունը, որ 5.6 միլիարդ Հայաստանին ուզում էր տա, որ պետքա տա տարբեր փուլերով, մի մասը արտոնյալ վարկ, մի մասը ուրեմն նվիրատվություն, այսպես ասած, այդ ամեն ինչը գլոբալ deep state-ի, այսպես ասած, գերակամիջոցները ընդունելու արդյունքում է տարվելու այդ ամեն ինչը։